Եվս մեկ անգամ ստացվում է շատ մշակութային, հատկապես այսօր գրականությունն է շեշտադրում մեր եթերի, հաջորդ թիվ ունենալու ենք իհարկե թատերական զրույցներ, բայց դեռ շարունակում ենք գրքի մասին զրույցները, ջութակի նվագելու արվեստից տեղափոխվում ենք բիզնես աշխարհ եւ այսպես դեկտեմբերի 10-ին կինոյի տանը կայացավ Վահրամ Միրաքյանի բիզնեսի անատոմիա գրքի շնորհանդեսը։ Այս գիրքը բացառիկ է նրանով, որ այստեղ յուրաքանչյուր ոք, ով զբաղվում է բիզնեսով կամ ցանկանում է զբաղվել դրանով, կգտնի շատ կարևոր եւ որ ամենակարևորն է կիրառելի տասնյակ սկզբունքներ բիզնեսում արդյունավետության եւ հաջողության հասնելու համար։ Սա գիրք է գրված մի մարդու կողմից, որ բիզնեսի յուրաքանչյուր նյարդ գիտի ողն ու ծուծով։ Մեր հյուրն է Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ, բիզնեսի անատոմիա գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանը։ Բարի առավոտ։ Ուրախ ենք ձեզ տեսնել։ Եվ բազմիցս հանդիպում ենք մեր տաղավարում հետաքրքիր զրույցներով, բիզնես աշխարհում տեղի ունեցող եւ արդեն հասել ենք նրան, որ գիրք կա ուղեցույց, որպես այդպեսին ձեռնարկ, որը որ կուղղորդի բիզնեսմեններին, որպես այդպեսին առավել արդյունավետ վարելու իրենց բիզնեսը։ Ինչի մասին է, ում համար է այս գիրքը։ Տեսեք, գիրքը նախորդ գրքից հետո նախորդ մոտ 10 տարի առաջ էր գրվել, նախորդ գրքից հետո ես այդպես ժամանակ առ ժամանակ մոտեցնաշումներ էի առնում այն թեմայով, ինչը որ կարծում էի, որ հետաքրքիր կլինի, որ կիսվեմ նաև մարդկանց հետ, որտեղից էի վերցնում թեմաները, վերցնում էի զրույցներից, հանդիպումներից, տարբեր նյութերից, գրքերից, իմ փորձից եւ այլն, տարբեր տեղերից այնց ինֆորմացիա ոնց որ հավաքում էի ու այդ կուտակվածը ոնց որ որոշեցի մի անգամ բանալ, կենտրոնանալ եւ ավելի շատ բանանալ, էլի հանձնեմ գրքի ձևով ստացվի, իրականում նյութը շատ ստացվեց, երկու գիրք նույնիսկ կարելի էր անել, երկրորդ մաստեր թողել եմ հետագայում տեսնենք, հետո ժամանակ լինի կենտրոնանամ երկրորդ մաստեր ամփոփեմ ու վերացեմ էլի գրքի, այդպես մի քանի բլոկնոտ նյութ է ստացվել գրված, ձեռագրով էի գրում ամեն ինչ, տենց ոնց որ կուտակվեց ու հետեւաբար անունը դրեցի անատոմիա ինչու, որովհետեւ տարբեր թեմաներով հատվածներ կա, այսինքն կա, չգիտեմ, անհաջողությունների մասին, կա բիզնես սկսելու մասին եւ այլն, այսինքն կամքի մասին։ Ինչ եք հասկանում, սա բիզնես պատկերացման կառուցվածք է, որպես այդպեսին, դրա համար երևի անատոմիա բիզնես ոլորտում արդյունավետության մասին ավելի շատ գնում ու տարբեր թեմաներ արդյունավետությունից ելնելով, ասենք մարքեթինգից սկսած մինչև ֆինանսներ եւ այլն, բայց իրականում ոչ միայն բիզնեսմենների, նաեւ ընդհանուր գլոբալ մարդու արդյունավետության մասն է, օրինակ հատված կա, որը վերաբերվում է անհաջողություններին, ոնց վերաբերվում է անհաջողություններին, չէ՞, ինչ սկզբունքներ կան, կամ հաջողությունը, այդպես գլուխ կար, որ հաջողություն եւ անհաջողություն միշտ իրար հետ են գալիս, ու այն մարդը երբ որ այդ ամեն ինչը չի պատկերացնում, ասենք առաջին անհաջողությունից հետո հիասթափ ասում ես անհաջողակ եմ, ինքնագնահատական ընկնում է եւ այլն ու սկսում է այլ փորձեր չի անում այդ ոլորտում, հա, բայց այն մարդը, որ ի սկզբանե տրամադրված է, որ հաջողություն, անհաջողություն իրար հետ են լինելու։ Քո խնդիրն է նա, որ վերջում հասնես հաջողության, բայց ընթացքում անհաջողությունը շատ են լինելու։ Երբ որ դու տենց ես տրամադրված լինում, դու արդեն այդ առաջի անհաջող փորձից հետո ոչ թե ասում ես, այսինչ վատ է ամեն ինչ, այլ ասում ես լավ, այս մեկ անհաջողությունը սովորեցինք, անցանք հաջորդին։ Այսինքն այդ օրինակ այդ սկզբունքով վերաբերում մենակ բիզնեսին, թե չէ, ես չէ, այսինքն ամեն ինչին է վերաբերում։ Հետեւաբար էս մենակ բիզնեսին չի վերաբերում, բայց պարզ է մեծ մասը ոնց որ ավելի շատ բիզնեսին վերաբերող թեմաներն։ Պարոն Միրաքյան, հենց այստեղ մի հարց առաջացավ ինձ մոտ, հետաքրքիր է, եթե չունես բիզնեսում արդյունք, ինչպես պահպանել այդ մոտիվացիան, որ ամբողջ ընթացքում լինես հենց գծի վրա ու չփոշմանես, որ օրինակ սկսել ես։ Երկու կետ կա, եթե արդյունք չունես, ուրեմն հարցն է, թե ինչու չունես, հա, ինչու չունես, եթե նույն սխալների պատճառով չունես, ուրեմն ինչ-որ բան սխալ ես անում, պետք է գնաս փորձես անել։ Արդյունք չունենալը նորմալ է, ուղղակի խնդիրն է, ինչքան ժամանակ արդյունք չունես, մեկ, երկրորդ էլ արդյունք չունենալը չի լինում։ Ինչ արդյունք չունել նկատի ունեք, շահույթ չունեք։ Եթե նկատի ունեք շահույթ չունեք արդյունք չունենալ տեսանկյունից, դա էլ է նորմալ, որովհետև նույն, չգիտեմ, Amazon-ը, Facebook-ը, այդ մեծ գիգանտ ընկերությունները 10-15 տարի շահույթ չեն ունեցել, բայց իրենց բիզնեսը շարունակել է աճել ու իրենք տեսլական են ունեցել, որ 10 տարի հետո կամ 15 տարի հետո ինչ-որ շահույթ են ունենալու։ Եթե հենց այս կոնցեպտով նայել, ինչպես պահպանենք մոտիվացիան, 15 տարի չունեն արդյունք, չունեն եկամուտ այս պահին, եթե ավելի ճիշտ կլինի, ինչպես չհրաժարվել այդ ամենից։ 15 տարի ու տեսլականը չի երևում, երբ ալնելու։ Եթե արդյունք չունեն տեսլականը չի երևում, երբ ալնելու արդյունք է, հա, ուրեմն մի քիչ ծանր դեպք է։ Բայց գլոբալ մոտիվացիան ինքնուրույն չի, մոտիվացիան գալիս է նպատակի հետ։ Այսինքն եթե մենք մոտիվացիայի խնդիր ունենք, ուրեմն մենք խնդիր ունենք նպատակի։ Այսինքն մենք պետք է այնպեսի նպատակ տնենք, որ այդ նպատակը մեզ մոտիվացնի, այդ շատ կարևոր է։ Հետո եթե մոտիվացիայի խնդիր ունենք, ուրեմն պետք է աշխատենք նպատակի ուղղությամբ ինչ-որ բան փոխել։ Հիմա ես ձեզ խնդրում եմ դուք ասեք 5 սկզբունք, որոնցով դուք առաջնորդվում եք ձեր բիզնեսում։ Այստեղ առաջարկվում է 70 սկզբունք բիզնեսի արդյունավետության համար, բայց այո,
Կարելի է եթերում 5-ը կարող է հացնացնել։ 5 ամենակարևորներից պետքա նոր հենց այդ մասին խոսենք, պետքա նպատակը այնպես լինի, որ մոտիվացնի։ Ցանկալի այնպես լինի նպատակ, որ մենակ քեզ չմոտիվացնի, բոլորին, շատերին մոտիվացնի, այսինքն մեծ նպատակ լինի, որ թիրախային խմբին բոլորին այդ նպատակը մոտիվացնի, այդ մեկ։ Երկրորդը ավելի շատ կարևոր է ոչ թե ապրանքը, այլ կարևոր է թե ինչ խնդիրներ լուծում։ Այսինքն դու պետք է խոսես ավելի շատ ոչ թե ապրանքի մասին, այլ պետք է խոսես այն մասին, թե ինչ խնդիր ես լուծում, այսինքն դու պետք է կենտրոնանաս, դու ինչ խնդիր ես լուծում ու այդ խնդիր լուծելու պահանջարկը ինչքանով կա շուկայում։ Այդ ամենակարևոր կետերից մեկն է։ Երրորդ տարբերակը, որ ինչ էլ որ մտածենք, պետք է ամբիցիոզ լինի, օրինակ սկզբունքներից մեկը, որը նաև Մանթաշյանցի արժեքային կետերից մեկն է, ամբիցիոզությունը, որ պետք է մեծ լինել, ամբիցիոզ լինել, ինչի, որովհետև ամբիցիոզ նպատակը տաղանդավոր մարդկանց մոտիվացնում, որ միանան քո թիմին։ Եթե դու ամբիցիոզ նպատակ չես դնում, դնում ես նպատակ, որ չգիտեմ, տեխնիկայի խանութ բացեմ, Երևանում փող աշխատեմ, չէ, հեռախոս ծախեմ, փող աշխատեմ։ Դու չես կարող ամբիցիոզ թիմ ներգրավես։ Հետևաբար ու ինչն է հետաքրքիր, երբ որ ամենը սկսվում է նպատակից, երբ որ դու ամբիցիոզ նպատակ ես դնում, մեխանիկորեն ամբիցիոզ թիմը քո 4 բոլորը հավաքվում ու մեխանիկորեն քո մոտ հեշտանում է դա ամբիցիոզ նպատակին հասնելը։ Այսինքն, երբ որ ամբիցիոզ նպատակ չես դնում, դու չես էլ կարող հասնես։ Այսինքն, ամենասկզբից դրոշակ խփելն է։ Սենց ձևակերպում էլ դու այդ սարի գագաթին դրոշակ խփում ես, ասում ես ես ստեղ եմ ու այդտեղ մարդիկ սկսում են հավաքվել, էլի։ Այսինքն, երրորդ ամենակարևոր կետը այդ ամբիցիոզ նպատակ դնելն է։ Չորրորդ կետը երևի թե որ ես հաշվի եմ առնում, որ նոր էլի այդ մասին կարելի ասել խոսեցինք, որ անհաջողությունը դա հաջողության բան անբաժան մասն է, այսինքն մենք նույն ճանապարհն ենք իրար հետ, հա, այսինքն այդ նորմալ է, որ անհաջողությունը շատ են լինում։ Ու պետք է չհիասթափվել, սովորել բոլոր անհաջողություններից։ Եվ 5-րդը ամենակարևորներից երևի պետք է մենթոր վերցնել այն մարդուն, ով որ այդ ճանապարհն արդեն անցել է։ Ես ուզում եմ, չգիտեմ, պայմանական բան ասեմ, ինչա, քաղցավենիք արտադրեմ տարեկանս իշխանակի, ես պետք է գնամ խնդրեմ այն մարդը, որ իմ ուզածից 5 անգամ ավել արդյունքի հասե կամ 10 անգամ ավել, իրանից խնդրեմ, որ դառնա մենթոր կամ խորհուրդներ տա եւ այլն։ Ասեմ, որ մեծամասամբ չեն, դեպք չէ, որ հրաժարվեն։ Դից միշտ ասում են, հա, մրցակիցը բա չեն օգնի բանման, այդպեսի դեպք չէ, որ հրաժարվեն, որովհետեւ խորհուրդ տալը, կիսելը մարդու համար էլի կարևոր ոնց որ բաներից մեկն է, էլի։ Ինքնագնահատականը բարձրացնող կարևոր կետերից մեկն է։ Հետևաբար դա էլ միշտ աշխատում է ու երբ որ դու այդպեսի մարդու հետ խոսում ես, այն ճանապարհը, որ դու պետք է անցնեիր, ասենք, չգիտեմ, փորձով 2 տարում, 3 տարում, դու այդտեղ ոնց որ արդեն մի ամսում ես անցնում, քանի որ ինքը ճանապարհը անցել է, ինքը պատմում է ինչ է կատարվում, ավելի կարճ է։ Հնարավոր վտանգների մասին ամեն դեպքում զգուշացնում է։ Ես գիտեմ, որ սա ձեր առաջին գիրքը չէ, որովհետև 10 տարի առաջ լույս տեսավ ձեր 4 մարքեթինգ խորագրով գիրքը, որը բիզնես աշխարհում որպես այդպեսին ձեռքի տակ ձեռնարկ է։ Բեսելեր են ժամանակ եղավ, բեսելեր եւ առաջնորդվում էին մարդիկ այդ գրքով։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը եւ որպես այդպեսին մեկնաբանություն այս 10 տարիների ընթացքում ինչպիսի փոփոխություն է ունեցել բիզնես մտածողությունը, բիզնես աշխարհը եւ այդ փոփոխությունները ինչքանով են զետեղված արդեն բիզնեսի անատոմիայում։ Տեսեք, ահռելի փոփոխություն ա եղել, այն ժամանակ ես ոնց որ իմ խնդիրներից մեկը բաններ արում, գրքերից մեկում կարդացի, որ եթե ուզում ես հասարակությունը փոխես, պետք է փոխես հասարակությունը 2-3%-ին ակտիվ, հետո մնացածը փոխի։ Այդ ժամանակ ես ոնց որ որոշեցի բիզնես հասարակություն Հայաստանում կար մոտ արպես 70-80,000 բիզնես կա գրանցված։ Մանթաշյանը կար։ Չէ, Մանթաշյանը չկար։ Բիզնես ակումբը։ Չէ, չկար, 15 թվականն է, չէ, չկար։ 19-ին է բացվել Մանթաշյանը։ Այն ժամանակ ոնց որ խնդիր դրեցի բիզնես ոլորտը փոխել, այսինքն փոխելու համար պետք է 2-3%-ին փոխել։ Այդ ժամանակ 4 մարտից տրեյնինգները սկսեցին, որ հազարավոր մարդ էին գալիս տարեկան, հետո բան այս գիրքը գնաց, այնտեղ ակումբ գնաց եւ այլն, այդ հիմնականում այդ բիզնես ոլորտը 2-3% փոխելու խնդիր ունեի դրած իմ մոտ, որովհետեւ ավելի ուժեղ տնտեսությունում ապրենք ու իմ գիրքը հայերեն բիզնես գրքերից երկրորդն էր, առաջինը Վահագն Դիլբարյանի գիրքն էր, երկրորդ գիրքն էր ու հիմա մենք մի քանի տասնյակ հայերենով գրքեր ունենք բիզնեսի մասին։ Մի քանի տասնյակ գրքեր ունենք տարբեր հեղինակների, որ թարգմանում բիզնես մասն հայերեն, այսինքն այդ ոլորտը զարգացել է, մեկ, այսինքն շատ բան է փոխվել այդտեղ։ Երկրորդը շատ բան է փոխվել տրեյնինգային շուկայում։ Այն ժամանակ եթե բիզնես թեմայով տրեյնինգները շատ քիչ կային ու
քիչ լսարան էին հավաքում, ասենք 10-20 հոգի էր հավաքում լավագույն բիզնես թեմայով տրեյնինգներով, այնալ գրանտային ինչ-որ ծրագրեր էին։ Հիմա արդեն հազարավոր լսարաններ հավաքում, հազարավոր միջոցառումներ, մեծ բան է, ակտիվություն է լինում։ Այսօր գնալու ենք Վանաձոր, էլի 300 հոգի հավաքվել են, այնտեղ գրքի շնորհանդեսն է մոտավորապես, այնտեղ էլ էլի խոսելու ենք բիզնեսից, պանել դիսկաշների։ Հա, Գյումրիում էլ արեցինք, Երևան, Գյումրի, Վանաձոր արեցինք, մյուս տարի կշարունակենք նաև ավելի փոքր քաղաքներում շնորհանդեսով։ Հիմա այսինքն դա անպատկերացնելի բան էր 10 տարի առաջ, որ Վանաձոր գնաց բիզնես թեմայով 300 հոգի մարդ հավաքվի կամ 200 հոգի մարդ հավաքվի։ Այդ շատ բան է փոխվել, բիզնեսներն ավելի գրեիտ են դարձել, ոլորտը փոխվել է։ Նոր սերունդը ինչպեսի ներգրավվածություն ունի բիզնես աշխարհում հետաքրքրվածության առումով, որովհետև եթե դուք ասում եք, որ 10 տարի առաջ Վանաձորում անպատկերացնելի կլիներ բիզնեսում 200 հոգի հավաքել եւ պանելային քննարկում անել, հիմա սերունդը փոխվել է բնականաբար եւ կարծում եմ, որ նոր սերունդը ավելի ներգրավված պետք է լինի։ Ինչպիսի մեկնաբանություն ունեք այս առումով նոր սերունդի հետ կապված։ Տեսեք, ես մոտ ավելապես երևի մի 17-8 տարի տրեյնինգային բանի հետ լսարանային սեմինարներ չեմ վարել։ Մենակ ակումբի ներսում, Անտաշյանց ներսում որոշակի հանդիպներ, ինֆորմացիայի փոխանակում։ Եվ բոլորը ծանոթ են։ Կարելի է կտրվել եմ ես մի քիչ նոր սերունդից, այսինքն հիմա օրինակ ես քրտի շնորհանդեսի ժամանակ ակնհայտ երևաց, այն ժամանակ 10 տարի առաջ եթե իմ մոտ գալիս էին 20-ից 40 տարեկան մարդիկ, այդ իմ լսարանը հիմա արդեն ոնց որ դառել է 30-50 տարեկան։ Ու իմ ովքեր գալիս են 30+ էին, որովհետև 10 տարի առաջ ինձ լսել էին հավանում են եւ այլն կամ կարդացել են գիրքը։ Հետեւաբար այդ 20-ից 30 տարեկան լսարների հետ շփումը մոտ շատ սահմանափակ է։ Ու այտենց կարծիքներ կդժվարն եմ ասեմ, հատկապես բիզնես ոլորտում այդ թեմայով։ Հիմնականում 30+ մարդկանց հետ է շփում։ Գրքի կոնցեպտին անդրադառնալով գիրքը փոքրիկ թեմաների է բաժանված գլուխների։ Ինչի եք այդպես արել։ Դա ավելի հեշտացնում է ընթերցանության process-ը, թե ավելի ընկալելի է դարձնում։ Այդ իրականում ավելի շատ իմաստ է մտածել ոչ թե ընթերցողի, որովհետև դες հարմար լինի գրել։ Այո, այդպես է հարմար։ Այդպես է հարմար, հետո պետք է ժամանակ շատ ծախսել, որ գլուխները բերել, կապել իրար եւ ընդհանուր բան անել, ավելի լավ է ասել անատոմիայով տարբեր այդպես կտորներով հերթով գնանք, ասենք խոսում ենք սիրտանոթային համակարգից, այստեղ հենաշարժիչ համակարգը միանշանակ պետք է առանձին գլուխ լինի։ Հա, ուտենց առանձին մարդը թերթում է, տեսնում է տարբեր թեմաներով, մոտիվացիայի թեմայով, չգիտեմ, նպատակի թեմայով, անհաջողության թեմայով, տենց էլի, որ նայում է որ թեման որ իրեն հետաքրքիր է, այդ բան նայում է հասկանում։ Ես իրականում մի հարց ունեմ ձեզ, այս վերջին շրջանում 21-րդ դարյան հիվանդությունն է դարձել երիտասարդների մոտեցումը դեպի մոտիվացնող գրքերը։ Ես ուզում եմ հասկանալ ըստ ձեզ ինչպիսի դրական եւ բացասական արդյունք ունի, որովհետեւ մոտիվացիոն գրականությունը, այո, մոտիվացիոն, այո, եւ բիզնես գրականությունը տալիս է իմպուլսիվ մոտիվացիա, ինչպես պահպանել հետագայում այդ իմպուլսիվ մոտիվացիան։ Մոտիվացիան միշտ է իմպուլսիվ, բայց խնդիրն է նա, որ դա ինֆորմացիան, դա կլինի տրեյնինգը, դա կլինի գիրքը, դա կլինի եւ այլն, դրան պետք է հաջորդի գործողությունները ռեալ դաշտում։ Դիսցիպլինա։ Մոտիվացիա, դիսցիպլինա, ինձ թվում է զուգահեռ ձեր ասած, եթե կա հաջողություն, նաև անպայման գալու է անհաջողությունը։ Հա, դիսցիպլինան կարևոր է, բայց շատ դժվար է։ Այսինքն դիսցիպլինան ասելը հեշտ է, բայց հասնելը տրամադրվեք ամեն օր մարզասրահ գնալ նույն ժամին, հեշտ է թե չէ։ Իհարկե դժվար է, բայց օրինակ խնդիր որն է այդ մոտիվացիոն այդ ամեն ինչին, որ դրանից հետո պետք է գնա քայլի, իրական քայլի։ Ասեմ ավելին, եթե մոտիվացված պահերին իրական քայլերի չի գնում, ուրեմն չմոտիվացված պահերը հաստատ չի գնալու։ Եթե գրքով, տրեյնինգով կամ ինչ-որ բանով, վիդեոով տեսես մոտիվացված, եթե այդ բանը իրական քայլի չգնաց, ուրեմն առանց դրա հաստատ չի գնալու։ Այսինքն, եթե այստեղ ոնց որ կոպտես գիրքը մեղավոր չի։ Հա, գիրքը կարող է մեղավորը, որ այնքան շատ չի մոտիվացնում, որ ինքը գնա քայլին, բայց ուզում եմ ասեմ, իրական քայլ գործելու հիմնական դրդիչը դա մոտիվացիան է, այսինքն ամեն ինչ սկսվում է մոտիվացիան, հետեւաբար մոտիվացիան պարտադիր պայման է իրական դաշտում գործելու համար։ Մոտիվացիան լինում է դրական եւ բացասական։ Իրականում մարդիկ ավելի շատ եւ ավելի արդյունավետ են գործում, երբ որ բացասական մոտիվացիա է լինում, այսինքն ընտանիքը սոված է, անելու բան չունեմ, բիզնես եմ սկսում։ Մեր ներկա բիզնեսները ժամանակի 90-ականներին հենց այդպես են սկսել, կամ 2000-ականներին, չէ՞, ծանր տնտեսական իրավիճակ, պետք է ընտանիքին պահեն, պետք է ծնողներին օգնեմ, հոպ սկսեցինք։
հենց երեք ընկերներից մեկի հետ էի խոսում, այդպես էր սկսել ու շատ են այդպես սկսել։ Ոչ ամբիցիոզ բիզնեսներ են սկսել։ Բացական մոտիվացիայով, այսինքն եթե չանեմ սոված կմնամ։ Բացական մոտիվացիայով, բայց դրական է լինում։ Կուշտ լինել է կարծում եմ։ Կենցաղային մոտիվացիա։ Ու թակարդ է նաև, երբ որ կուշտ ես, արդեն տենց էլ մոտիվացիա չես ստանում։ Ես պիտի մեջ բերեմ անպայման արվեստի ժանրից որևէ բան, որևէ որ իրականության արտացոլումն է, արվեստը այս դեպքում, որտեղ որ բիզնեսն էլ միանշանակ անպայման ներգրավված է արվեստում, Շեքսպիրը ժամանակին ասել է լավը վատ է, վատը լավ։ Եվ սա կարելի է ասել հնչում է շատ պարզունակ, բայց փիլիսոփայությունն ու խորը շատ է այս ասվածի մեջ, եւ այս դեպքում այո, բացասական մոտիվացիան նաեւ դրդում է լավին եւ այս դեպքում ամեն ինչ որ բանի վերջը նաեւ ինչ որ բանի սիզմն է։ Եթե հիմա ինչ որ բան վերջ է, պետք է չնայենք որ վերջը ինչի սիզմն է, որովհետեւ շատ մեծ պրոյեկտներ սկսվել են ինչ որ բանի ավարտելով, ինչ որ բանը չստացվելով եւ այլն։ Վահրամ, ինչպեսի պանելային քննարկումներ են տեղի ունենալու այսօր Վանաձորում, որ թեմաներն եք առանձնացրել զրուցելու համար ձեր այսօրվա հավաքվածների հետ։ Հա, օրինակ բանում նպատակը որպես կինոյի տանը որ արեցինք, նպատակը որպես ինտելեկտի իրական ցուցիչ կամ նպատակին հասնել, այդ ինչ էր Իրանից ներկայացնում է թեման, այդ թեմավեր պանելային քննարկումը, որ իրականում մարդը խելացի է ոչ թե նրանով, որ շատ բան գիտի, լավ խաշպարալ լրացում, շատ ինֆորմացիա ունի, մարդը խելացիությունը երևում է այնտեղ, թե մարդը ինչպես իր առջև դրած խնդիրները լուծում։ Այո։ Մենք շատ խելացի մարդկանց ենք հանդիպում, որոնք արտակարգ լավ խաշպար են լրացնում, ահռելի գիտելիքներ ունեն, բայց իրենց կյանքում առանձնապես հաջողություններ չեն ասում։ Միջին, չէ, վիճակագրական աշխատավարձով ապրող կամ թոշակին եւ այլն։ Հետևաբար ինտելեկտի իրական ցուցիչ դա երևում է մարդու նպատակին, ինչ նպատակ է դրել եւ ոնց է հասնում այդ նպատակի իրականացմանը։ Հենց այդտեղ է իրական բանը ինտելեկտը ոնց որ երևում։ Օրինակ եթե թեման քննարկման, ոնց անել, ինչ անել, ինչ նպատակ դնել, ոնց հասնել այդ ամեն ինչին եւ քննարկումից մեկ թեման է դա։ Շատ հետաքրքիր է իսկապես եւ եթե այս բան մեր սիրելի վանաձորցի հեռուստադիտողները հետևում են, ունեք այս շատ լավ հնարավորություն, եթե նաեւ հետաքրքրվածություն ունեք բիզնեսում, անպայման պետք է մասնակցել եւ քաղել շատ գիտելիքներ։ Որն է լինելու հանդիպում Վանաձոր տեխնոլոգիական կենտրոն։ Ահա։ Եվ վերջին հարցը որպես այդպեսին եւ ամփոփում նաեւ տարվա, ինչպեսի հաջորդիվ քայլեր է գրանցվում եւ տեսլական ինչպեսի քայլեր պետք անել հաջորդ տարվա համար, որպեսի արդյունավետությունը հաջորդի մեկը մյուսին եւ գրանցենք պրոգրես, այլ ոչ ռեգրես։ Դե տարվա պլանավորում պետք է արտադրել, այսինքն վիզուալիզացիա, այն ինչի որ դու ուզում ես հասնես, պլանավորում, նախ գրել, խորհուրդ եմ տալիս ձեռքով գրել, բայց կարող նաև այլ տարբերակով գրեք, գրել այն ինչ եք ուզում հասնել տարբեր ոլորտներում։ Մի քանի մաս է բաժանում պլանավորումը, դա անձնականը վերաբերում է առողջություն, անձնական կյանք, չգիտեմ արտաքին տեսք եւ այլն, տարբեր բաների կարող վերաբերվի։ Վերաբերում է երկրորդ ընտանիք, որտեվ այդ ամենակարևոր կետերն են, անձնական ընտանիք, որ դու քեզ լավ ես զգալու, այսինքն ընտանիքի հետ կապված ինչ ես պլանավորում անել։ Իսկ եթե չես ընտանիք, դու ես ազատ մարդ ես։ Դե ընտանիք ասած կարող մի քիչ ավելի լայնն է, ասենք ծնողներ եւ այլն, դրանց այդ կոնտեքստով ու չգիտեմ, գուցե ծնողներին ուղղարկել ինչ որտեղ հանգստանալ կամ նման տիպ այլ բան, ներդրում ընտանիքում։ Հա, որոշեք ներդրում եւ գործնական կամ բիզնես երրորդ կետը, այսինքն եթե բիզնես չունեք, ուրեմն գործնական նպատակներ, կարիերայի նկատմամբ կամ բիզնես նպատակ։ Բաժանում եք այդ 3 մասերի, որ 3 մասերին համապատասխան գրում եք նպատակներ, ամեն կետով 10 նպատակ։ Մի հետաքրքիր բան ասեմ, որը որ շատ բան է, իմ մոտ միշտ աշխատել է ու շատերի մոտ է աշխատել։ Երբ որ գրում ես, դա ստացվում է։ Այո։ Կարող մի տարում չստացվի, կարող է 2 իմ մոտ շատ մեծ բաներ միշտ գրում, դրա համար 2-3 տարուց է ստացվում հաճախ, մի տարում չի դժվար լինում հասնել, բայց որ գրում ես հասնում ես միշտ։ Մեկ նայում ես 5 տարի առաջ ինչ գրել ես, հիմա հասել ես։ Դու նույնիսկ մոռացել ես, որ 5 տարի առաջ գրել ես այդ ամենը։ Այդպես բան ես գրել, այո։ Ահա, այնտեղ խորհուրդ կա, որ այդ ամենը նաև բան վիզուալ բորդ են ասում, այսինքն պատի վրա բան վիզուալ նկարներով խփել։ Ընտանենք ինչ որ ձև մեքենա ես ուզում, այդ մեքենայի նկարն ես խփում, ընտանենք անձնական նպատակների շարք, ինչ որ մարմնի ինչ որ տեսք ես զում, ընտանենք մարզասրա պետք է գնաս, այդ մարմնի տեսք բանը։ Ես օրինակ դառնում եմ փակցրում սառնարանին, գրում եմ ինչ եմ ուզում ամբողջ տարվա ընթացքում, պլան որպես այդպեսին եւ փակցրում սառնարանին, որը որ անընդմեջ օգտագործվող
իրը եւ աչքիդ առաջ ավելի շատ։ Այնտեղ երկրորդ մարտահրավերն էլ կա, հələ փորձեք 100 նպատակ գրել այս բոլորում։ Ես մեկով չեք կարող։ Այսինքն ես ամեն դեպքում չեմ կարող, այսինքն չես կարող դու չես կարող 100 նպատակ գրես։ Դե բնական որ իրատեսական պետք է լինեն նաև, իրատեսական գոնե 2-3 տարվա կտրվածքով, էլ այսինքն շատ ֆանտաստիկա չլինի, որ ուզում եմ Իլոն Մասկին հասնեմ, էլ օրինակ, դες բանը, դες այդ մի քիչ արդեն բան է, էլի ոնց որ ինքնախապեյությունը, բայց իրատեսականության հետ մեկտեղ 100 նպատակ փորձեք գրել շատ դժվար է, չես կարող գրել։ Ու դա կարևոր վարժանք մտքի համար ու մտածելակերպի համար։ Պարոն Միրաքյան, շնորհակալություն, որ անգամ այս կարճ ժամանակահատվածում փորձեցիք եւ ձեզ մոտ ստացվեց մեզ մոտիվացնել ու գնալ իրոք թուղթ ու գրիչը վերցնել, գրել նպատակներ ու իրոք քայլեր ձեռնարկել դրանց հասնելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն, այո, այսօր էլ Վանաձորում լավ ընթացք եւ լավ հանդիպումներ։ Կհանդիպենք մյուս տարի արդեն հետաքրքիր նորություններով։ Այս պայմանը մեզ մոտ կարճատև դադար է։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք գնում ենք խոհանոց թալանելու այդ ուտեստները, իսկ դուք գովազդείτε։